Կառավարությունը չեղարկեց արցախցիներին տրվող սոցիալական օգնության փաթեթը, խոսքը 40+10 ամսական կտրվածքով սոցիալական օգնության մասին է։ Պետք է փաստել, որ գործող վարչախումբը 2023 թվականի Արցախի բռնի տեղահանումից հետո ըստ էության որևէ կարևոր գործնական քայլ այս տարիների ընթացքում չիրականացրեց բռնի տեղահանված արցախահայերի սոցիալական խնդիրները լուծելու համատեքստում, եւ ավելին, մենք ֆիքսում ենք, որ վարչախումբը շարունակաբար ատելության խոսք է տարածում մեր արցախահայ քույրերի եւ եղբայրների նկատմամբ։ Այս թեմայի շուրջ զրուցելու եմ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հակոբյան։ Բարև ձեզ։ Տիկին Հակոբյան, ինչպես կմեկնաբանեք կառավարության վերջին որոշումները արցախահայերին տրամադրվող սոցիալական օգնությունը չեղարկելու համատեքստում։ Գիտեք, մենք երևի բոլորս ինքներս մեզ ծուղակն ենք գցում, երբ այս ամբողջ պահանջների փաթեթը դիտարկում ենք նաև որպես սոցիալական աջակցությունների պահանջ, որովհետև ըստ էության մենք մեր պահանջները ձևավորելիս ընդհանրապես չենք դիտարկել կոնկրետ փողը, չենք դիտարկել կոնկրետ լավ ու շքեղ կյանքը Հայաստանի Հանրապետությունում, այլ պահանջները ձևավորվել են կարմիր գծով իր մեջ ունենալով ցանկացած սոցիալական ծրագիր կարիքահեն իրավիճակին համապատասխան պիտի իրականացվի մինչ մեր հավաքական վերադարձը մեր բնօրան, որի ուղղությամբ ըստ էության պարտավորություն ունեն հենց Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Այսինքն թե սոցիալական ճիշտ ծրագրերը իրավիճակից ելնելով, թե բանակցային գործընթացը մեր իրավունքների իրացման ուղղությամբ եւ թե երրորդ կետը գլխավոր դա մեր գերիների եւ պատանդարված անձանց շուտապույտ վերադարձի մասով աշխատանքներ կատարելը։ Այսպես փաթեթային ձևակերպում է եղել պահանջների, իհարկե դրանք նաև ենթակետերի են բաժանված եղել, ընդհանուր առմամբ ձևավորվել էր 12 կետ։ Երեք արդեն փոխվարչապետը հրավիրեց խորհրդի անդամների հետ հանդիպում կազմակերպեց եւ հանդիպման ընթացքում խորհրդի անդամների հավաստիացմամբ հայտարարել է, որ որևէ քննարկում արցախցիների հետ առաջադրված պահանջների ուղղությամբ չի կարող լինել, բացի տեղեկություն տալը սոցիալական ծրագրերի մասով։ Եվ այդ սոցիալական ծրագրերը, որը ինքը ներկայացրել է, դրանք իհարկե որևէ կերպ չեն կարող նկարագրել կամ լուծել այն խնդիրները, որոնք կան, ինչպես նաև չեն լուծել որևէ խնդիր առ այսօր իրականացված որևէ սոցիալական ծրագիր։ Որովհետև նախ եւ առաջ ընկալելի եւ ընդունելի չեն եղել ու չեն այն առումով, որ այդ սոցիալական ծրագրերը իրականացնելիս չի դիտարկվում արցախցիների հավաքական վերադարձը, հետևաբար այդ ծրագրերը իրենք ի սկզբանե իրենց քաղաքական ենթատեքստում ունեցել են արցախցիների, Արցախի հարցի ընդհանրապես փակումը, իսկ վերջին արդեն որոշմամբ ընդհանրապես այլևս նույնիսկ հնարավորություն չտալու խոսելու այդ մասին, որովհետև այն ինչ որ իրենք անում են իբրև թե այսպես սոցիալական ծրագրերով դա իրենց ворթեգրած քաղաքականությունն է, որի արդյունքում իրենք մեզ համար թշնամի, իրենց համար իհարկե բարեկամ երկրի իշխանություններին հերթական անգամ ցույց են տալու, որ հերթական պահանջը եւս կատարված է, այսինքն չկան այլևս արցախցիներ, չկա Արցախի հարց, հետևաբար չի կարող այդ հարցը ու թեման ընդհանրապես լինել ու խանգարել իրենց, այսպես ասած, այդ խաղաղության կեղծ օրակարգին։ Սա ընդհանուր առմամբ պատկերը եւ մի ցավալի փաստել եմ ուզում նշել երեկվա այդ հանդիպումից, որ արձանագրեցին խորհրդի անդամները, երբ փոխվարչապետը
պատճառաբանել է իրենց այս քայլերը այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում եւս մարդիկ սոցիալական այդպես լավ վիճակում չեն, չնայած որ դա գիտեք, եթե մենք սովորական ինչ-որ պայմաններում լինեինք, միգուցե կմտածեինք, որ մեր առաջ ուղղակի իրավիճակին չտիրապետող մարդ է, բայց այս իրավիճակում, երբ երկրի փոխվարչապետը բռնի տեղահանվածների ու նույն երկրում սոցիալական կարիք ունեցող անձանց խնդիրը հավասարեցնում է, սա ուղղակի ակնհայտ է եւ աչք է ծակում, որ սա հենց այն վարվող քաղաքականությունն է, ինչի մասին ես քիչ առաջ խոսեցի։ Այս իշխանությունները ունեն հստակ նպատակ, ունեն պարտավորություններ թշնամի երկրի իշխանությունների առաջ, որոնք եւ իրենք հստակորեն կատարում են եւ ճանապարհին հեռացնելով ցանկացած խոչընդոտ։ Վերջին հանրահավաքից հետո, երբ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում, մենք ֆիքսեցինք Արցախահայերի նկատմամբ սոցցանցերում հատկապես իշխանության աջակիցների կողմից ատելության մի նոր ալիք։ Եվ հարց է առաջանում այս համատեքստում, արդյոք այդ ատելության մի նոր ալիքը տեղավորվում է ձեր նշածի կոնտեքստում, հա, որ Հայաստանի իշխանությունները ցույց տան Ադրբեջանի իշխանություններին, որ Արցախի հարց չկա, Արցախայցյան խնդիր չկա։ Իրենք իհարկե իրենց այս քայլերով մի քանի խնդիր են լուծում, իսկ հիմնականում կարող ենք բաժանել երկու մասի՝ ներքին լսարանի ու արտաքին լսարանի համար։ Այո, արտաքին մասով լրիվ կարգավորում է իրենց այս քայլերով այդ ամենը, նաև այս ատելության կոնկրետ ցուցադրությունը, որովհետև մի տեսակ շատ պարզ սկսվել է ուղղակի դրա ցուցադրությունը եւ դա արվում է կոնկրետ ուղղորդմամբ, արվում է իշխանության, հա, խուրջինների կողմից, այդ ԿՊ-ական, արվում է ինչ չէ հենց պաշտոնյաների կողմից եւ դա արվում է ուղիղ տեսքով, արվում է նույնիսկ դեմքերի արտահայտությամբ, հա, իրենց այդ ծամածռություններով, այդ ատելությունից ծամածռվող դեմքերով։ Բայց իրենք մի կարևոր խնդիր են նաև սրանով լուծում ներքին լսարանում, այսինքն նախ ցույց տալով, հա, ժողովրդին, որ Արցախցու կռիվը դա փորի կռիվ է։ Եվ մեր բազմաթիվ փաստարկներին, որ մենք բացարձակ որևէ ոչ փող, այսինքն կոնկրետ, հա, եթե ուղիղ ասենք, մեր պայքարը փողի պայքար չէ, մեր պայքարը շքեղ ապրելու մասին չէ Հայաստանի Հանրապետությունում կամ սեփական ինչ-որ տներ ունենալու մասին չէ։ Մենք հստակ ձևակերպել ենք մեր պահանջը եւ շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը այն իրավիճակում չի կամ նույնիսկ ցանկացած իշխանության դեպքում դու չես կարող անդադար ինչ-որ սոցիալական աջակցության խնդիրներ դնել կամ իրենց ասած այդ 40+10-ի անվերջ ինչ-որ շարունակությունը պահանջել։ Մեր խնդիրը սահմանափակվում է, սկսվում է եւ ավարտվում է նրանով, որ Հայաստանի իշխանությունները ունեն պարտավորություն Արցախի 160,000 հայերի նկատմամբ պայմանավորված այն քաղաքականության, որը իրենք վարում են, եւ պարտավոր են այդ քաղաքականության մեջ վարվող կամ չվարվող, այսպես չակերտավոր, մտցնել Արցախի հարցը կամ արցախցիների վերադարձի իրավունքը որպես օրակարգային հարց։ Եթե իրենք չեն մտցնում, հետեւաբար մնացած բոլոր սոցիալական, այսպես էլի չակերտավոր ծրագրերը, որի մասին իրենք խոսում են, դա ցուցադրություն է մեր Հայաստանի Հանրապետության հայրենակիցներին, որ տեսեք, որտեղ իրենց պոպուլիստական հայտարարությունները միայն դրա մասին են ասում։ Մենք ամեն ինչ անում ենք, մենք ձեր հարկերի հաշվին անում ենք, չնայած բոլորս գիտենք, որ դա հարկերի հաշվին արվող չէ, դա միջազգային կառույցներից եւ այլ երկրներից տրամադրվող գումարի հաշվին է արվում, եւ տեսեք արցախցիները շարունակում են փողի կռիվ տալ։ Սրանով իրենք շատ իրականում ոչ թե խորացնում են, այլ ստեղծում են ինչ-որ նոր տեսակի ատելության ալիք, որտեղ ցույց են տալիս մեր այստեղի հայրենակիցներին, որ դուք այո սոցիալական ծանր վիճակում եք, որովհետև կա Արցախցի։ Բնավ դրանք իրար հետ կապ չունեն։ Դրանք այնքան իրար հետ կապ չունեն, ինչքան օրինակ իրենց քաղաքական հայտարարությունները Հայաստանի անվտանգության մասով, մնացած բոլոր այլ մասերով։ Այսինքն հերթական սուտը հերթական մանիպուլյացիան եւ ցավը նրանում է, որ մեր հանրության մի հատվածը Հայաստանի մեր հայրենակիցների չի եղել Արցախում, չի տեսել Արցախցուն,
չգիտի, չի պատկերացնում դա եւ իր միակ ինֆորմացիայի աղբյուրը այս իշխանական քարոզչա մեքենան է, բնական է, որ երևի թե, հա, մի քիչ կրթական խնդիր ունի, բնական է, որ ինքը սկսելու է ընկալել ընդունել։ Այս ամենը չափած, ձևած, հաշվարկած իրականում գործիքներ են, որը իրենք կիրառում են էլի արցախցիների դեմ, բայց մեծ հաշվով ես սա դիտարկում եմ, որ ընդհանրապես ողջ հայության դեմ, որովհետև այս ատելության քարոզը տարածելու արդյունքում, երբ մի որոշ մասն էլ հանրության դա վերցնում է, ստացվում է, որ պառակտումը կար, պառակտումը շարունակում է լինել եւ պառակտումը իրենց մոտ հաջողվում է խորացնել նաեւ այս կերպ։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանության համար։ Թեմայի շուրջ ես զրուցեցի Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, կհանդիպենք։